Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ, որ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը։ Ինչպես տեսնում եք, ես դուրսում եմ, գնում եմ քուրիկիս տուն, որպեսզի միասին դուրս գանք, մի քանի կարևոր գործեր ունենք անելու, գնանք այդ գործերը միասին անենք, վերջացնենք, հետո բոլորով կգնանք մեր տուն։ Քանի որ երեխեքը անհամբեր սպասում են մեր փոջուր հրաշքին, դուք գիտեք ու վստահ եմ վլոգներում տեսել ու նկատել եք, թե իմ երեխեքի սերը ինչքան արտահայտիչ է իմ թեռու աղջկա իր փոքրիկի հանդեպ։ Մի խոսքով սիրուններս, ասեցին նաև վլոգ սկսեմ, իրականում չգիտեմ ինչպիսի վլոգ կստացվի, ամեն դեպքում առօրյա սովորական վլոգ է, բայց քանի որ արդեն ժամանակն է, որոշեցի վլոգներ սկսել, տեսնենք ինչպես կընթանա մեր այսօրվա օրը։ Նայեք հələ տեսեք ում եմ գիրկել ես, հələ նայեք ում աշխարհն է, իմ աղջիկը սոված է ու իր մամային ա ուզում, հա արևս, հա սիրունս, ասեք որ հրոշք է, շատ լավն է։ Հիմա կաթի կուտի, պատրաստվի ու գնանք դուրս ֆրֆրալու։ Գիտեք չէ, հեռախոսը վերցրեցի, տեսախցիկը միացրեցի, այսպես խելոքացավ, մինչև էդ լրբուշկա էր։ Դե մաման եկավ, հա արևս։
Նորից ողջույն ձեզ սիրուններս, իրականում անցած կադրերից արդեն 1 օր անցել է ու այդ ընթացքում չեմ միացել ձեզ, որովհետև մեր տանը մի փոքր խառը ու բորկային վիճակ ենք սկսել, բայց ես այս օրը չէի կարող բաց թողնել, նորից պատրաստվել ու դուրս եմ եկել ու սպասում եմ իմ կարելի ասել մանկության երիտասարդության ընկերուհուն, ում 4 տարուց ավել արդեն չեմ տեսել, քանի որ ինքը Մոսկվայում է ու իր եղբոր հարսանիքներ ու իրանք եկել են Հայաստան, հիմա պայմանավորվել ենք, որ պետք է իրար տեսնենք, դե պատկերացրեք իմ ուրախությունը, ինքը իմ կյանքում այն մարդկանցից է, որ անկախ հեռավորությունից, անկախ ժամանակից ու անկախ մեր խոսելու ժամկետներից միշտ ինքը մնում է իմ համար ամենահավատարիմ ու ամենաթանկ մարդկանցից մեկը։ Այսպես ոտքի վրա որոշեցինք շատ հապճեպ, որ համ ինձ հարմար լինի, համ իրեն, գոնե մի քանի րոպեով հանդիպենք, իրար տեսնենք, մի փոքր զրուցենք։ Հիմա իրան եմ սպասում, տեսնենք։ Չնայած նրան, որ հիմա մեր տանը ահավոր կատաստրոֆա իրավիճակ է տիրում, ամբողջ տունը քանդել ենք ու բորկայի մեջ ենք, բայց ես սենյակում այսպես փոքրիկ անկյուն եմ գտել, որտեղ կարող եմ վիդեո նկարել ու ասել ձեզ, որ այո, վերջապես կայացավ այդքան սպասված հանդիպումը իմ ընկերուհուս, որին չէի տեսել արդեն 4 տարուց ավել, 4 տարի առաջ երբ հանդիպեցինք, իրականում շատ վատ պայմաններում ենք հանդիպել, այնպիսի իրավիճակ էր, որ համ իմ կյանքն էր գլխի վայր շուռ եկել, համ իր կյանքը ու երկուս էլ մեծ կորուստ ունեցանք հենց այդ շրջանում ու այդպես ուղղակի հանդիպեցինք, իրար հետ լացեցինք, բայց այս անգամ Սյուզին եկել էր ուրախության համար, իր եղբոր հարսանիքն է վաղը ու ինքը դրա համար էր եկել, չնայած նրան, որ համ ես էի այս շրջանում շատ խառը գործերի մեջ, համ ինքը, բայց մենք ժամանակ գտանք, թեկուզ մի քանի րոպեով, թեկուզ ամենաանհարմար պայմաններում, բայց հանդիպեցինք ու իրար տեսանք, ես իրան շատ էի կարոտել ու ուրախ եմ, որ կարողացանք գոնե մի քանի րոպեով իրար տեսնել, մի փոքր զրուցել, ճիշտ է, պայմանները այդքան էլ հարմար չէր, ցանկալի կլիներ, որ լիներ լավագույն պայմանները ընկերուհուս դիմավորելու համար, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց, ես ինչ էլ լինի ուրախ եմ, գիտեք Սյուզիի մասին իրականում շատ երկար կարող եմ խոսել, դպրոցական տարիներից էի ես իրան ճանաչում, բայց այն տարիներին մենք կարելի ասել թշնամիներ էինք, որովհետև մեր դասարանները իրար հակառակորդ դասարաններ էին ու իրար ուղակի ատում էինք, մենք չէինք ատում ինչ-որ անհատի դասարանից, այլ ատում էինք ընդհանուր այդ դասարանը, չգիտեմ ինչ էր այդպես ստացվել ու հետո այնպես ստացվեց, որ ես ու Սյուզին ընդունվեցինք ինստիտուտ ու նույն ֆակուլտետում ու նույն կուրսում ու առաջին օրվանից մենք մտերմացանք ու դարձանք ամենալավագույն ու նախանձելի ընկերուհիներից մեկը, այո, մեզ կուրսում սկսեցին նախանձել մեր հավատարմության համար, մեզ կուրսում սկսեցին նախանձել մեր մտերիմ լինելու համար, մենք այնքան մտերիմ էինք, որ գնում էինք ինչ-որ շոր առնելու, գնում էինք միանման շորեր, որ հագնվեինք նույն շորից ու այդպես գնայինք ինստիտուտ, իրականում շատ երկար կարող եմ խոսել, պատմել, բայց որովհետև ես ու Սյուզին շատ սիրուն ուսանողական կյանք ենք ունեցել, շատ անհոգ
Հետո ինքը ամուսնացավ, ես ամուսնացա, ամեն մեկս կազմեցինք մեր ընտանիքները, ինքը երկրից գնաց, բայց այդ ամեն ինչը չխանգարեց մեզ լինել հավատարիմ, լինել սրտացավ միմյանց հանդեպ ու կտրել այս կապը, ճիշտ է, մենք կարող է ամեն օր չենք խոսում, օրերով չենք խոսում, նույնիսկ լինում է շրջան, որ ամիսներով չենք խոսում, բայց ես վստահ եմ, որ ես որ րոպեին ինչ պայմաններում էլ որ զանգեմ, ինքը պատրաստ է իր կարենալու չափով ինձ օգնել ու նույնն էլ ես։ Չգիտեմ, շատ ուրախ եմ իրականում, օրվաս երկրորդ մասը այսպես լայն ժպիտով եմ շարունակելու, բայց ուզում եմ այսքանով ու այստեղ այս վլոգը ամփոփել, քան ճիշտ է կլինի շատ կարճ վլոգ, բայց ուզում եմ որ լինի իմ ալիքում, այնպես որ եկեք այստեղ այս վլոգը հասցնենք իր տրամաբանական ավարտին, ասեմ, որ շատ սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ վլոգը դիտեցիք մինչև վերջ ու եթե այն հավանեցիք, չմոռանաք լայքել, նաև կարող եք անկեղծ սկիզբել ձեր կարծիքով իմ մասին, իմ ալիքի մասին և նաև բաժանորդագրվել։ Այնպես որ սիրում եմ բոլորիդ շատ, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։ Պակա-պակա։